Լավ, իսկ որ օրակարգում եք տեսնում Բաքվում պահվող անձանց խնդիրը, Տիկին Հիլդա։ Իմ գարձիկով Բաքվի մեջ մնացող ուրեմն գալանավորված հայերը, որոնք իրականության մեջ pedagogan բադանտներ են, այդ իմաստով, որ Ադրբեջան պայմաններ գտնե, որբեսի որոշ, ոչ բոլորը, բայց որոշ քերիներ ազատ արձակվին։ Մի քանի շաբաթ առաջ խոսվեցավ 10 քերիներու մասին, որոնց մեջ Արցախի նախկին ղեկավարությունը չգար։ Ուրեմն ես կգարձեմ, որ սա եւս Ադրբեջանի արևդուրի մեկ բան է, խնդիր է, որովհետև Ադրբեջան որոշած է այս բոլոր գործողություններու մեջ, նույնիսկ Թրամփի ճանապարհի խոսակցություններու եւ բանակցություններու մեջ վերջ տնել Արցախի իրականության, Արցախի իրավունքի, Արցախահայության իրավունքներու եւ այլն եւ Արցախի պատմության վերջ տնել, այս բոլորը կգարձեմ, որ իրար հետ սերտորեն կապված են, գփորձե ես կգարձեմ, որ Ադրբեջանը պիտի փանդերու մեջ պիտի բահե ղեկավարությունը եւ հավանաբար այդ 23-ին մի քանի հոգին ազատ պիտի արձակե ուրիշ պայմաններու թիմաց, այսինքն Հայաստանի զիջումներու թիմաց եւ կգարձեմ, որ արդեն դեպի այդ ուղղված ենք, որովհետեւ մինչեւ հիմա Հայաստանի եւ Ադրբեջանի արդեն իսկ արձանագրած հարաճ թիմությունները կգարձեմ, որ Ադրբեջանի պայմաններով եղած են, Հայաստան պայմաններ չդրած այս բոլորի մեջ։ Մյուս բոլոր պայմանները, որոնց մասին Հայաստան, որոնց ընդդիմացավ Հայաստանի իշխանությունը, այսօր իրականություն դարձած է, այդ վերջին երկու պայմանները, որոնք Հայաստանը ընդունած է, մասնավորապես Մինսկի խումբի լուծարումը եւ նաև թադական հայցերու հետ քաշումը կգարձեմ, որ ցույց կտան, որ Հայաստան իսկապես ոչ մեկ պայման չի դներ Ադրբեջանի առջև եւ Ադրբեջանի պայմանները, որ գընդունվին Հայաստանի կողմէ։ Ես շատ մեծ նվաստացում եմ մեզի համար։ Տիկին Հիլդա, մյուս կողմից Բաքվում ընթացող դատավարությունը իրավական բոլոր խախտումների շեմը հատել է։ Ինչու չկա դրա համապատասխան միջազգային վերաբերմունքը դրա։ Նայեցեք, ես կգարձեմ, որ միջազգային հանրությունը այսօր շատ մեծ ճգնաժամի մեջ կապվի։ Երկրորդ պատերազմին բխած այդ բոլոր օրինականությունը այսօր խախտված է եւ մոտավորապես 10-15-20 տարի է վեր զանազան երկիրներու մեջ այս բացարձակ իշխանություն բարդացրող այս անձնավորությունները սանցարձակ կգործեն, սկսելով Էրդողանեն, վերջացնելով Պուտինեն եւ այսօր Միացյալ Նահանգներու, որ աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկիրն է, Միացյալ Նահանգներու մեջ նույն բանը կգադարվի, այնպես որ միջազգային համագարկի վրա հույս տնելը կգարձեմ այլևս անհետեթ է։ Ճիշտ է, որ մենք դակավին, որովհետև ուրիշ լուծում չենք գտնել, քաղաքական լուծում չենք գտնել եւ քաղաքականապես շատ տգարացած է Հայաստան եւ մյուս բաներու վրա անշուշտ դիվանագիտական քաղաքական եւ նաեւ ուրիշ պաշտպանական եւ անվտանգային բաներու մեջ, խնդիրներու մեջ մենք միշտ կփորձենք հուսալ, որ համաշխարհային այսպես համագարկը մագը եւ գամ չեմ գիտեր միջազգային թադարանները եւ այլն պիտի միջամտեն։ Այսօր այդ միջամտությունները իրենց ուժը գործընծուցած են շնորհիվ ճագերդի մեջ հագնված Միացյալ Նահանգներու երկար դարիներու վարած քաղաքականության հանդեպ միջազգային համագարկին եւ այսօր վրա պետք է ավելցնել Պուտինի անձնավորությունը, Պուտինի վարած ագրեսիվ քաղաքականությունը, պետք է ավելցնել նաեւ Թուրքիո նոր նկարդումները, այսպես դարաշրջանային ուժեն վերածվելու համաշխարհային մասշտաբի ուժի,
Եվ անշուշտ մեր բարակային Ադրբեջանի նկատումները, որ այլևս կփորձե եւ որոշ չափով կհաջողի անշրջանցելի մեկ ուժ դառնալու տարածաշրջանի մեջ։ Հետևաբար գարձեմ, որ այլևս այդ հույսերը պետք է անշուշտ որ պետք է աշխատել այդ ուղղությամբ, բայց մեր բոլոր հույսերը պետք չէ տնենք այդ համագարկի վրա, միջազգային համագարկի, որ երկրորդ պատերազմին վերջ գործեց մոտավորապես 50 տարի եւ այսօր իսկապես այսօր վիճելի մեկ բան է, այսպես վիճելի աստեցություն բանեցնող մեկ համագարկ է։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմամբ ամենաշատ ոգևորվածը դուք ինչպես նշեցիք Թուրքիան է։ Էրդողանը առիթը բաց չի թողնում այդ մասին խոսել։ Իրականում այդպես է։ Ոչ, անշուշտ որ ոչ։ Սա իսկապես շատ անմեղսունակ պետք է լալ որովհետեւ ադոր հավատալ։ Թուրքիո իսկական էությունը եթե ճանաչողներ կան աշխարհի մեջ, այդ ճանաչողներուն ամենամեծը հայությունն է, մենք էլ որ գիտենք թե Թուրքիան ինչերու կարող է։ Ես միշտ կգտնեմ Սուրիա բարական, Սուրիայի հետ Թուրքիան այնքան համերաշխ սկսած էր աշխատել եւ այնքան մեծ բանի մեջ երկխոսության մեջ էր, որ երկու նախագահները իրենց ընտանիքներով միասին արձակուրդի կմեկնեին եւ Ասադի մասին է խոսքը։ եղբայր գոչեին զիրար դեսանք թե Թուրքիան ինչ եղավ Սուրիո մեջ եւ այսօր դարաբին կփորձե ոչ թե կփորձե որոշ չափով հաջողած է բայց նաեւ կփորձի իր ամբողջական հսկողության դա գարնել Սուրիան հետեւաբար Թուրքիո այս խանդավառ ոչին հավատացողներ պետք է գարձեմ ռեալ քաղաքականության դասեր առնեն Այսինքն հայ-թուրքական սահմանի բացումը դա չի նշանակի ինչ ելին։ Հայ-թուրքական սահմանի բացման համար Հայաստան պետք է շատ մեծ պատրաստություններ տեսնի, որու հեռանկարը չեմ տեսնել ես այսօր, որովհետև սահման բանալ չի նշանակել, որ Թուրքիա պիտի իր Հայաստանը ջզմելու եւ Հայաստանը իր մեկ արփանյակի վերածելու քաղաքականությունը պիտի դադարեցնե իբնե Թուրքիո քաղաքականությունը միշտ այդպես եղած է եւ այսօր առավել ադոր վրա ավելցած է գայսերական խոսույթը Թուրքիո մեջ եւ գայսերական գործողությունները կացեք նայեցեք թե ինչ կբադահի ապրիեի մեջ այսօր ինչ կվադահի արաբական երկիրներու մեջ, մասնավորապես Մաղրեբի երկիրներու մեջ նաև, ես կգարձեմ, որ Թուրքիո հանդեպ շատ նուրբ քաղաքականություն պետք է Հայաստանի կողմէ, բայց երբեք եւ երբեք պետք չէ երևակայել, որ Թուրքիան կգնա Հայաստանի համար լուծումը ըլլալ, Հայաստանի այս դակնապներու համար Թուրքիան չի գնար լուծումի վերածվել, որպես լուծում չեն գնար թիվել Թուրքիան։ Վերջապես պատմության դասերը պետք է քաղել, եւ պատմության դասերը ոչ միայն ցեղասպանությունն է, այլ դարաձաշրջանային քաղաքականությունն է Թուրքիո կողմէ, օրինակ Հունաստանի հանդեպ մարդիկ, որոնք խոսին Հունաստանի եւ Թուրքիո համերաշխ հարաբերություններու մասին, պետք է գիտնան, որ այսօր Հունաստան ինքնին կպատրաստե որևէ օր թուրքական հարձակումը Իսրայել նույն բանն է այնպես որ ոչ մեկ երկիր չկա Թուրքիային զատ կամ Ադրբեջանին զատ թերևս որ Թուրքիո կողմէ կարելի է հուսալ կարող են հուսալ այսպես բարեացակամ մեկ քաղաքականություն իսկ Հայաստանը առավել եւս պետք է ուշադիր լա այս խնդրին